Բարև ձեզ։ Մեդիակենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում Հայաստանի իշխանությունը ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Արտակ Բեգլարյան, Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն հասարակական կազմակերպության նախագահ եւ Աննա Մելիքյան, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այսպես Բաքվի բանտում ավելի քան 3 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելին անել Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների ազատ արձակման համար։ Մինչ փաստաբանի բարձրացրած կետերին անդրադառնալը նախ դիտարկենք Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, որը նա փոխանցել է ընտանիքի միջոցով։ Մեջբերեմ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին, ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը ի ափսոսանք բոլոր կողմերի, նշել է նա։ Քննարկումը, ինչպես նշեցի, հարգելի բանախոսներ, սկսենք Ռուբեն Վարդանյանի փոխանցած այս ձայնագրությունից, կխնդրեմ նախ ձեր կարծիքը ձայնագրության մասին, ինչ է ակնարկում Ռուբեն Վարդանյանը եւ ինչ պիտի հասկանանք այս հայտարարությունից։ Պարոն Բեգլարյան, խնդրեմ, սկսենք ձեզանից։ Իրականում որքան էլ ծանր պայմաններում է Ռուբեն Վարդանյանը գտնվում, խոշտանգումներ, հացադուլ, տոտալ անորոշություն, վստահ եմ նաև հոգեբանական լուրջ ճնշումներ, տառապանքներ, բայց բավականին սթափ, օբյեկտիվ եւ երկարաժամկետ խաղաղությանը հաշտեցմանը միտված խոսքեր այն տեսանկյունից, որ մեկնաբանում էր, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, խաղաղությունը պետք է լինի ներառական եւ բոլոր հիմնական խնդիրները պետք է օբյեկտիվ կերպով խնդիրներին անդրադառնանք եւ լուծում տանք, բացառելով հետագա ատելությունը երկու ժողովուրդների միջև։ Խոշոր առումով սա էր իր հիմնական ասելիքը, իհարկե առանցքը կարմիր թելը շինծու դատավարությունն է, այդ թվում իր հանդեպ տեղի ունեցող անարդարությունները, մեղադրանքները, բայց ճիշտ է մեկնաբանում, որ սա ուղղակի մեկ դրվագ է եւ այնտեղ դատվում են հայերը, բոլորս ենք դատվում եւ մեր ժողովրդի, հատկապես Արցախի ժողովրդի իրավունքների, ազատությունների համար պայքարն է դատվում ու Ալիևյան ռեժիմը փորձում է միակողմանի, ինչպես Արցախը բռնազավթեց, նույն կերպ միակողմանիորեն ստիպել իրենց բռնապետական նարատիվները եւ որպես, այսպես ասած, ճակերտավոր հաղթող մեկընդմիշտ փակեն հակամարտության էջը իրենց ճակերտավոր ճշմարտությամբ կամ արդարությամբ, դատելով նաեւ մեր ղեկավարներին եւ մեր ռազմագերիներին կամ մեր քաղաքացիական անձանց ներկայացուցիչներին այնտեղ։ Զուտ նրա համար, որ նրանք հայ են եւ այն բանի համար, որ նրանք ճակերտավոր կերպով համարձակվել են պայքարել իրենց եւ մեր բոլորիս իրավունքների ու ազատությունների համար։ Եվ մեկ այլ ընդգծում, որ իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանի խոսքը նաև սթափ էր իր անձնական որոշման տեսանկյունից, արժեհամակարգային հենքը հստակ էր, սկզբունքային պայքարը հստակ էր, բայց գոնե ես այդ տողերում կարդացի ողջամտություն, կարդացի հույս եւ պայքարը շարունակելու մղում, եւ սա ինձ հույս է տալիս, որ նա ինչ որ մի պահի հացադուլը կդադարեցնի եւ պատրաստ կլինի երկարաժամկետ պայքարի։ Շնորհակալություն, խնդրեմ դուք։ Շնորհակալություն, ես էլ կանդրադառնամ հենց ձեր կողմից մեջբերված հատվածին։ Պետք է նշեմ, որ մենք ի սկզբանե նշում էինք գործընկերների հետ միասին, որ նշված դատավարությունները ոչ թե կոնկրետ անձանց կամ ոչ միայն կոնկրետ անձանց նկատմամբ դատավարություններ էր ու հստակ մոտեցում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ու չէին թաքցնում իրական մինչ օրս էլ չեն թաքցնում, որ սա ընդամենը
բեմադրություն է, որը թույլ է տալիս լեգիտիմացնելու իրենց հատկապես վերջին տարիներին կատարված հանցագործությունները, արդարացնելով կամ իրենց թվում է արդարացնելով միջազգային հատկապես հանրության առջև իրենց կողմից կատարված եւ պատերազմական հանցագործությունները եւ ապօրինի ուժի կիրառումը եւ մնացած այլ գործողությունները, այդ թվում նաեւ էթնիկ զտումը, Արցախահայության ըստ էության ընդամենը պատերվակ է, որ օգտագործում են իրենց համար բախտի բերմամբ կարողացել են գերեվարել կամ ազատություն զրկել այն անձանց, որոնք որ նշանակալից գործունեություն են ծավալել Արցախի կայացման եւ գործունեության ժամանակահատվածում եւ դա օգտագործում են, որպիսի ոչ միայն պատժեն այդ անձանց, այլ նաև իրոք իրենք այդպես էլ ասում են, որ այս դատավարությունը Հայաստանի Հանրապետության որպես պետություն պատասխանատվության ենթարկելու, ապացույցներ հավաքագրելու, հրապարակային ներկայացնելու աշխարհին, ցուցադրությունը, դատաստանը, ըստ էության ավելին իրենք շարունակաբար ու շատ ակտիվորեն փորձում են օգտագործել այդ ինֆո պատրվակը, որպեսզի շարունակեն իրենց պատումի տարածումը, ըստ էության պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունն է հարձակվել որպես պետություն, ոչ թե աջակցել է օրինակ Արցախահայության ջանքերին, ինքնորոշման եւ այլն, որ ոչ միայն օկուպացիա է կատարել ցեղասպանություն եւ դաշնագույն պատերազմական հանցագործություններ, ավելին ասեմ, ամեն անգամ, ամեն դատավարությունից հետո ավելանում են հրապարակային ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հնչեցվող հայտարարությունները, որոնցում նշում են, որ սա ոչ միայն Հայաստանի դեմ հավաքագրվող ապացույցների դատավարություն է, որտեղ որ կորզում են ինչ-որ ցուցմունքներ կամ ընտրովի ներկայացնում են դրանք աշխարհին, որ ինչ-որ բանում խոստովանում են կամ հաստատում են ինչ-որ փաստեր մարդիկ, այլ նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հավաքագրվող ապացույց է եւ վերջին շրջանում Հայաստանի կառավարության կողմից որոշակի հրապարակային հայտարարությունները հաշվի առնելով իրենք դա փորձում են ցուցադրել, որ սկսել են անհանգստանալ, փորձում են խուսափել պատասխանատվությունից, դրա համար իսատար են կանգնում կամ փորձում են հնչեցնել հնարավոր խախտումների մասին հայտարարություններ ըստ էության։ Կարևոր է, կրկնում եմ, սա ընդհանրապես փորձ է լեգիտիմացնելու իրենց ապօրինությունները։ Շնորհակալություն, ինչպես նշեցի, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը նշել էր որոշ գործողություններ, թվարկել թե ինչ եւ ինչպես են արել այլ կառավարությունները օտարերկրյա պատանների ազատ արձակման համար, ընդգծելով միաժամանակ, որ Հայաստանը չի արել այդ տարրական գործողություններից եւ ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանների համար։ Կխնդրեմ նախ ներկայացնեք, իհարկե, եթե հարկ է, մի քանի կետեր ես կառանձնացնեմ, ինչ է ընդգծել, փաստաբանը։ Այդուհանդերձ ձեր գնահատականը Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը ինչ կարող էր այս ժամանակահատվածում անել, ինչ իրավական գործիքներ եւ ոչ միայն իրավական, գործիքներ կարող էր օգտագործել եւ չի օգտագործել եւ մասնավորապես ժամանակահատվածը հետաքրքիր է կար առավելագույն այսպես ձեռնտու ժամանակահատված, որ կարող էր այդ գործիքները կիրառել, բայց չի կիրառել, խնդրեմ։ Պարոն Բեգլայան։ Իրականում այո, Ջարեդ Գենսերը որոշակի ու հստակ գործողություններ են նշել, որոնք Հայաստանի իշխանությունները կարող էին կատարել եւ չեն կատարել, որոնց մասին տարբեր առիթներով մենք էլ ենք խոսել, գոնե դրանց մի մասի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունները եւ առանձին եւ հավաքական կերպով Եվ այստեղ պետք է նշենք, որ այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները այդ հնարավորությունների մասին տեղյակ չեն ու տեղյակ չէին, ուղղակի քաղաքական կամքը առկա չէր։ Եվ ցավոք սրտի այս շինծու դատավարությունների թափ առնելուց որոշ ժամանակ անց նրանք որոշ չափով սկսեցին գոնե հրապարակային որոշ քայլեր կատարել կամ գնահատականներ հնչեցնել, այն դեպքում, որ դրա վերաբերյալ պետք է վաղուց խոսեին, քանի որ ռիսկերը հստակ առկա էին, միտումները հստակ առկա էին եւ կոնկրետ գործողություններ անեին։ Ներողություն, պարոն Բեգլարյան, Հայաստանի իշխանությունները նշում են, որ առաջնորդվում են մի վնասիվ սկզբունքով, չեն բարձրաձայնում, չեն հայտարարում, որպեսզի չվնասեն, ել ավելի չվնասեն այնտեղ գտնվող գերիներին, այս առնչությամբ ինչ կասեք։ Միևնույն է, շատ հստակ է, որ
եթե անգործություն է ցուցաբերվում, արդեն վնասում են, որովհետև Ալիևյան ռեժիմի ընդհանուր ձեռագիրը պարզ է, բացի դրանից իրենք հաճախակի նաև վնասում էին։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանը անձամբ, որոշ պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ կամ պետական պաշտոնյաներ երբեմն գերիների վերաբերյալ հատկապես անվանական կերպով բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում։ Դա վերաբերում է թե Ռուբեն Վարդանյանին, թե նախկին 3 նախագահներին, թե գործող ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, առնվազն այս 5-ի վերաբերյալ անվանական վտանգավոր հայտարարություններ են եղել։ Գնահատականներ, քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականների ակնարկներ եւ այլն, եւ դրանով իրենք արդեն վնասել են մեր գերիներին։ Էլ չասեմ, որ երբ հայտարարում են, որ մենք պատրաստվում ենք միջազգային ատյաններից հետ վերցնել միջպետական գանգատները, դա նաև վնասում է գերիներին, որովհետև այդ միջպետական գանգատները ներառում են նաև գերիների պաշտպանության եւ նրանց վերադարձին առնչվող պահանջներ, որոշումներ ընդ որում միջանկյալ միջոցներ դատարանների կողմից, Եվրոպական դատարանի եւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից, եւ արդեն այս հայտարարությունները կրկին վնասել են։ Էլ չասեմ, որ անգործությունը թե միջազգային իրավական մեխանիզմները օգտագործելու առումով ավելի ակտիվ կերպով օգտագործելու, թե քաղաքական դիվանագիտական խողովակները օգտագործելու առումով արդեն էլի վնասել են նրանց։ Իսկ հնարավորության առումով ես կարծում եմ, որ լավագույն հնարավորությունը առաջին հերթին 23 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանի հրամաններ եւ դրանից հետո կայացված գործարքը դեկտեմբերին, որի դիմաց 32 գերի վերադարձվեց, ես կարծում եմ, որ կարելի էր COP29-ի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը օգտագործել եւ ավելի շատ գերիներ բերել, առնվազն 7 ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք հնարավոր էր վերադարձնել Հայաստան, որովհետեւ հիշում եք մի ռազմագերի, կարծեմ Արեն Իսայանը, եթե ճիշտ եմ հիշում անուն ազգանունը, 23 թվականի սեպտեմբերին գերեվարվել էր։ Ոչ մի տարբերություն իր եւ մնացած 7 ռազմագերիների միջև, որոնք հիմա շինծու դատավարության մեջ են գտնվում։ Այս 7-ը նույնպես կարելի էր բերել, իմ կարծիքով իհարկե դիվանագիտական բանակցությունների խորությամբ բնականաբար չեմ տիրապետում, բայց COP29-ը այնքան արժեքավոր միջոցառում էր Ալիևի համար, որ կարելի էր նույնիսկ մնացածին էլ հետ բերել, բայց կրկին այստեղ նրբությունները, մանրամասները շատ են, դժվար է գնահատական տալ։ Դրանից հետո մինչև COP29-ի կազմակերպումը կրկին մենք ունեինք հնարավորության պատուհան եւ պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար երկարաձգում էր կալանքի ժամկետը, որպեսզի այս շինծու դատավարությունները սկսեն COP29-ից հետո։ Իրենք կարող էին նույնը անել COP29-ից առաջ, բայց այդ դեպքում միջազգային ճնշումը եւ ուշադրությունը ավելի մեծ կլիներ, դրա համար հետաձգեցին։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության կողմից ճնշումը մեծ լիներ, որ կալանքի ժամկետը այդ լրիվ թաքնված կերպով վարակույրների հետևում չպետք են անհիմն կերպով եւ այլն, այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ լրացուցիչ պաշտպանության միջոցներ ձեռք առնել։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները նշում են, որ քանի դեռ արդյունքները տեսանելի չեն, կատարվող քայլերը եւս տեսանելի չեն։ Ինչպես կմեկնաբանեք, նաև նշեմ, որ արտգործնախարար Միրզոյանը նշում է, որ բազմիցս ասել ենք միայն անպագորգոր հայտարարություններով չէ եւ միայն երևացող գործունեությամբ չէ, որ հետամուտ ենք լինում ռազմագերիների ազատ արձակմանը, գործադրում ենք բոլոր ջանքերը, նաև ընդգծել է վերջին հայտարարությունները, խնդրեմ։ Միանշանակ պետք է ասեմ, որ մի վնասիր սկզբունքը շատ կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում վնասել մեր այնտեղ պահվող հայերի ճակատագրին,
ենթարկեն, որպեսզի ավելի ռիսկային դառնա, հա, իրենց այնտեղ պահման ժամանակահատվածը եւ այլն։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մենք շատ ուշադիր հետևում էինք Հայաստանի Հանրապետության եւ դիվանագիտական աշխատանքներին, տարբեր միջազգային կազմակերպությունների հարթակներում եւ ներքին լսարանի համար արված հայտարարություններին եւ պետք է նշեմ, որ ակնհայտորեն տարբերություն կա գործադրվող ջանքերի, խոսքը գնում է ոչ միայն հրապարակային ջանքերի, միանշանակ է, այսինքն կարծում եմ, որ ոչ մեկ չի պնդում, որ միայն պետք է հրապարակային դիվանագիտության կամ հրապարակային հայտարարությունների արդյունքում հասնենք նպատակի, եթե տեղին է եւ ավելի արդյունավետ է այլ դիվանագիտական միջոցների գործադրումը, ապա ոչ մեկ չի առարկի, բայց դրանց պտուղները մենք պետք է տեսնենք։ Պետք է նշեմ, որ մինչև 23 թվականի սեպտեմբերը եւ ՀՀԿ-ում եւ ՄԱԿ-ում մեր պատվիրակությունների ելույթները շատ ավելի հստակ էին եւ միանշանակ արձանագրում էին այն խնդիրները, բարձրաձայնում էին, իրազեկում էին այլ պատվիրակությունների, հա, այլ պետությունների ներկայացուցիչներին կատարվող խախտումների մասին։ Դրանից հետո կարծես թե շատ պասիվացան մեր դիվանագետները հրապարակային կամ ոչ հրապարակային աշխատանքում, ինչու եմ սա պնդում, որովհետև ոչ միայն հետևելով իրենց ելույթներին դեմարդեմ, հա, երբ որ նույն միջոցառման ենք ներկա լինում, այլ նաև հենց միայն սոցիալական ցանցերին, եթե հետևենք այդ դիվանագիտական ներկայացուցչությունների ելույթների մասին, կտեսնենք, որ ժամանակին անընդհատ հրապարակում են այս խնդիրը բարձրացրեցինք, այն խնդիրը բարձրացրեցինք, իսկ հիմա այլևս նման հրապարակումներ գրեթե չենք տեսնում։ Միևնույն ժամանակ հանուն արդարության պետք է նշեմ, որ փետրվարի վերջից սկսած, հա, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանի համատեքստում իրոք նկատեցինք եւ արտաքին գործերի նախարարի ելույթը, որտեղ նա հստակորեն բարձրաձայնեց, հա, 23 պահվող անձանց նկատմամբ կատարվող խախտումների մասին եւ կարծում եմ, որ սա էլ պետք է վերագրենք նաեւ այդ թվում նաեւ մեր իշխանությունների աշխատանքին, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն էլ թեկուզ մի նախադասությամբ բայց անդրադարձավ եւ հստակ գնահատական տվեց, որ պահվող հայերը նույնպես կամայականորեն են պահվում Ադրբեջանում, այդ մի նախադասության համար տարիների գուցե աշխատանք է պետք անել, բայց նման հայտարարություններ մենք պետք է տեսնենք անընդհատ, այսինքն եթե մենք չենք տեսնում հրապարակային ելույթներ մեր իշխանությունների կողմից, մենք պետք է տեսնենք իրենց աշխատանքի արդյունքը այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կամ այլ պետությունների ներկայացուցիչների կողմից, որպեսզի օրակարգությունը նաև ինչպես է գնահատում, դուք նշում եք տարիներ են պետք, որպեսզի նման հայտարարություն արվի։ Աստի գուցեև, այսինքն ճնշումը անդադար պետք է լինի, որպեսզի որևէ խնդիր օրակարգային պահվի։ Նկատի ունեմ այդպիսի հայտարարությունների ազդեցությունը։ Ազդեցությունը մեզ համար շատ կարևոր է, դա գուցե անմիջականորեն թույլ չի տալիս ազատենք ապօրինի պահվող անձանց Բաքվից, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շատ են նյարդայնանում ամեն անգամ, երբ որ ստանում են նման գնահատական, որտեղ ինչպես նշեցի սկզբնական ելույթում, բացման խոսքում, իրենց համար շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց գործողությունները։ Մի կողմից իրենք ձևանում են, որ որևէ նշանակություն իրենց համար չունի, թե միջազգային կազմակերպությունները լինի դա օրինակ Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը ինչ կասեն եւ շատ լուրջ քայլերի են, հա, ռադիկալ դիմում, այդ թվում նաեւ իրենց ներկայությունը սահմանափակելու կամ հեռացնելու, հա, երկրից։ Մյուս կողմից ակնհայտորեն տեսնում ենք իրենց հայտարարություններից, որ շատ են նեղվում բացասական կամ քննադատական խոսքից, ելույթներից կամ ցանկացած հրապարակումից։ Միանգամից մեղադրում են, որ, չգիտեմ, հայկական կամ սփյուռքի կամ իշխանությունների գործողությունների արդյունք է եւ այլն։ Այսինքն ասածիս հիմնական նպատակը այն էր, որ մենք տեսնենք այլ պետությունների կողմից, այլ կազմակերպությունների կողմից համապատասխան մանդատ ունեցող այս խնդրի բարձրաձայնումը։ Մեզ համար բավարար չէ, որպեսզի, ասենք, դեսպանը կամ օրինակ ԵՄ պատվիրակությունը եւ այլն ասեն, որ ուշադիր հետևում են ընթացող դատավարությունների եւ ակնկալում են արդար դատաքննության իրավունքի ապահովում։ Բնավ որևէ ակնկալիք չկա, որ Ադրբեջանում ընդհանրապես ակնկալիք չկա, որ արդար դատաքննություն ապահովում Ադրբեջանում, բայց հատկապես նման քաղաքականացված եւ վրեժխնդիր լուծելու համար պատրվակ հանդիսացող դատավարությունների շրջանակներում անգամ ակնկալել արդար դատաքննություն առնվազն միամտություն է, եթե ոչ ավելի խիստ բառ օգտագործեմ, բայց նույն ժամանակ պետք է նշեմ օրինակ, որ նույն մարդու իրավունքների խորհրդի
նիստի ժամանակ նույն ԵՄ պատվիրակությունը խոսեց ընդհանուր պահվող անձանց այսինքն ապօրինի պահվող Բաքվում ապօրինի պահվող անձանց իրավունքների մասին ու խոսքը գնում է վստահ եմ որ ի նկատի չունեին հայերի որտեվ այդ դեպքում շատ հստակ նշվում է այդ թվում հայերի մեզ համար կարևոր էր որ հանձնակատարը հենց դա հստակ նշեց այսինքն այստեղ մենք տեսնում ենք որ մի կողմից կա երկու գործընթաց Բաքվում միաժամանակ ընթացող հայերի դեմ եւ իրենց անկախ լրագրողների ինչ որ իրավապաշտպանների ուղղությամբ կամ խաղաշնությամբ զբաղվող ակտիվիստների նկատմամբ եւ մենք գուցե պետք է փորձենք կապիտալացնենք նաեւ այդ երկու գործընթացը միասին ուշադրություն շարունակաբար գրավելու որովհետեւ տպավորություն է ստեղծվում որ Հայաստանի իշխանությունները արթնանում են միայն լուրջ ճնշման ներքո ոչ թե անընդհատ շարունակաբար գործողություններ են կատարում ինչը ընդունելի չէ եւ կրկին տպավորություն է ստեղծվում որ գնաց կգնում է բավական արագ իսկ մենք բարբերաբար հիշում ենք սկսում ենք վազել հետևից հենց որ ճնշումը պակասում է կարծես թե դադարում ենք այդ ուղղությամբ աշխատել եւ մինչեւ հաջորդ ինչ որ մի ռեակտիվ արձագանք համապատասխան խնդրի համար շատ լավ կրկին անդրադառնալով փաստաբանի առաջարկներին այստեղ նշվում է որ օրինակ պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե Եվրոպայում անվտանգության համագործակցության կազմակերպությանը խնդրել դիտորդներ ուղարկել դատավարություններին ինչպես նաև Բաքու ուղարկել անձնական բանագնաց որը կփորձի որպես մարդասիրական խողովակ հանդես գալ քաղբանտարկյալների գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար կխնդրեմ այս առնչությամբ նշեք ձեր կարծիքը որքանով է սա հնարավոր եւ ինչ ազդեցություն այս քայլերը կարող են ունենալ պարոն Բեգլարյան խնդրեմ Իրականում պետք չէ միայն մեկ քայլը առանձին կոնտեքստից կտրված դիտարկել, պետք է կոնտեքստում դիտարկել եւ բոլոր այդ քայլերի համախումբը համապատասխան դիվանագիտական աշխատանքներին զուգահեռ կարող է բավականին լուրջ արդյունքներ ապահովել մեկ բան հստակ է որ այս հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում որպես առաջնահերթություն ընդ որում նաև Ադրբեջանի այդ բանակցություններում այսպես կոչված խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ պետք է այս հարցը հստակ դրված լինի ավելին ասեմ նույնիսկ ես կարծում եմ որ սա պիտի լինի համաձայնագրի կետերից մեկը որ պետք է գերիները ազատ արձակվեն ընդ որում ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է համաձայնագիր կնքվի խաղաղության վերաբերյալ, եթե այնտեղ հայ գերիները հենց այդ հակամարտության համատեքստում վրեժխնդիր կերպով դատապարտվում են եւ որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար կամ Հայաստանին մեղադրելու համար ինչ-ինչ հանցագործությունների մեջ մնացած մեխանիզմները դա կլինի ԵԱՀԿ-ի օրինակ Մոսկվայի մեխանիզմը դա կլինի Կարմիր խաչի միջոցով լրացիչ մեխանիզմներ հյուպատոսական ծառայությունից երրորդ կողմի հյուպատոսական ծառայությունից օգտվելու մեխանիզմ թե այլ հնարավոր մեխանիզմներ բոլորը պետք է կիրառվեն բավականին ակտիվ կերպով եւ բոլոր հնարավորությունները պետք է մենք փորձենք որոշները կարող են հաջողության հասնել որոշները կարող են ադրբեջանական կողմից հստակ արգելքի արժանանալ, բայց միևնույն է դրա համար Ադրբեջանը ստիպված է լինելու գին վճարել, համապատասխան դիվանագիտական ռեսուրսներ դնել եւ այլն։ Սակայն շատ հստակ է Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը, երբ քանիցս Նիկոլ Փաշինյանը անձամբ ասել է, որ իրենք չեն ուզում բախումնային տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Այդ թվում Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջելիս, Արցախի ժողովրդի մասնավոր հանրային սեփականության պաշտպանությունը պահանջելիս, գերիների վերադարձը պահանջելիս եւ բազմաթիվ այլ պահանջներ, որոնք ի դեպ բխում են նույն Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի
Առնվազն 23 թվականին նոյեմբերի 17-ի հրամանից, այլ չեմ ասում 21 թվականին դեկտեմբերի 7 եւ այլն եւ այլն։ Այսինքն հստակորեն Ադրբեջանը դիտավորյալ կերպով չի կատարում միջազգային ամենաբարձր ատյանի հրամանները, որոնք ընդունվել են Հայաստանի դիմումի հիման վրա։ Ահա այստեղ արդեն բացթողումները շատ մեծ են։ Խնդրեմ, Գին Մելիքյան, օրինակ ինչ կարելի է ձեռնարկել քայլեր, հա, որպեսզի դատավարությունը ուղիղ հեռարձակում ունենա, միջազգային մամուլ իրավապաշտպանների ներկայություն լինի, խնդրեմ։ Իրականում նախկինում աշխատել եմ եւ ՀՀԿ-ում եւ ՄԱԿ-ում եւ կոնֆլիկտից հետո կամ ինչ որ տես դժվարին իրավիճակում հայտնված երկրներում եւ դատարանների մոնիթորինգը դա պարտադիր քայլերից մեկն էր, որովհետեւ արդարադատությունը անկախ նրանից դա անցումային արդարադատություն է թե ընթացիկ շատ կարեւոր գործընթաց է հասկանալու թե արդյոք տեղ գտած խախտումները պատժվում են, արդյոք պատժվում են ճիշտ մարդիկ արդար դատաքննության շրջանակներում թե ոչ։ Այս դեպքում իրականում պետք է նշեմ, որ նույն ՀՀԿ ժհմիգը ունի գրասենյակ, որը կոչվում է Ժողովրդավարության ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակ, ունի համապատասխան ծրագրեր հենց դատարանների մոնիթորինգի, իրականացրել է տարբեր երկրներում, Қырғызստանում, Կազախստանում, այդ թվում Հայաստանում որոշ ժամանակ, բայց այստեղ հիմնական խնդիրը այն է, որ թույլտվություն է հարկավոր պետության կողմից, որպեսզի այդ ծրագիրը իրականացվի, հա, եթե մշտադիտարկում ենք անում իրականում, հատկապես եթե ընթացիկ կուզենանք, որ հասանելիություն ունենա։ Սա մեծ հարցական է, պետք է ռեալ դատենք, հա, փորձել արժի, մենք փորձում ենք դիմում ենք տարբեր կազմակերպությունների, ովքեր որ համապատասխան մանդատ ունեն, որպեսզի գոնե դիմեն Ադրբեջանի իշխանություններին եւ ապահովեն, հա, իրենց մասնակցությունը։ Բայց ասեմ նաեւ, որ այն երկրներում, որտեղ աշխատել եմ, նաև տեղի դիվանագիտական ներկայացուցիչներից են միշտ եղել ներկայացուցիչներ, եթե ինչ որ հարցականներ էր, հա, առաջացնում որևէ դատավարություն, լինի դա քաղաքական կամ այլ պատճառներով, այսինքն մենք այստեղ ավելի հավանական ենք դիտարկում գոնե առաջիկա ժամանակահատվածում, որպիսի Բաքվում գտնվող հավատաբար գրմած դեսպանատների ներկայացուցիչները փորձեն այցելեն ներկա գտնվեն, անգամ եթե հրապարակային զեկույցներ կամ հայտարարություններ չանեն, հասկանում ենք դիվանագիտությունը եւ այլն, բայց ամենայն դեպս նրանց ներկայությունը ինչ որ չափով թույլ կտա հասկանալու թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում։ Մենք ըստ էության միայն Ադրբեջանի իշխանությունների կողմից ծաղկաքաղն ենք տեսնում կամ լսում, հա, եւ դա ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ինֆոպատերազմի տարերից մեկն է, որը վարվում է Հայաստանի բնակչության եւ Հայաստանի Հանրապետության դեմ, ըստ էության, այսինքն մի կողմից պետք է պնդենք, որպեսզի այն միջազգային կազմակերպությունները գոնե փորձեն հայցեն, հա, հասանելիությունը դատական process-ին, մյուս կողմից պետք է աշխատենք ոչ միայն մենք որպես իրավապաշտպան կազմակերպություններ, այլ հենց մեր կառավարությունը, ու դրա համար պարտադիր չէ հրապարակային հայտարարություն անել։ Այսինքն մի վնասիր սկզբունքի յետևում պետք չի թաքնվել եւ անգործությունը դրանով արդարացնել, անդադ պետք է աշխատանքներ վարվեն եւ ինչ որ չափով ճնշում գործադրվի, որpիսի մենք ունենանք որևէ ներկայություն այդ դահլիճում եւ այդ թվում նաև հասկանանք ինչ այնտեղ կատարվում։ Այսինքն եթե քայլեր ձեռնարկվեն, որոշակի քայլեր կատարվեն, այդուհանդերձ կարծում եք, որ հնարավորություն կա որոշակի ներկայացվածություն ունենալ։ Տեսականորեն այո, բնավ նույն պետություններն էլ պետք է համաձայնվեն, բայց իմ հիմնական հորդորը կամ պահանջը այն է, որ ըստ էության պետք է անդադար փորձենք։ Եթե չկա ճնշում, երբեք ոչ մեկ այն նման քայլի չի դիմի, որովհետև խնդրահարույց է բնականաբար եւ ոչ մեկ չուզում հարաբերություններ փչացնի Ադրբեջանի հետ, հանուն մի երևույթի կամ գործընթացի, որից հասկանալի չէ Հայաստանի իշխանությունները ինչ են ուզում, ինչ չեն ուզում։ Այսինքն մեզ համար կարեւոր է, որ անգամ եթե ոչ հրապարակային, բայց դիվանագիտական խողովակներով մեր կառավարությունը դեմոս այդ թվում նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների շատ հստակ աշխատի այն պետությունների ներկայացուցիչների հետ, ովքեր որ կարող են ներկա գտնվել եւ որևէ ազդեցություն ունենալ այնտեղ։ Ներողություն նաեւ մի այսպիսի հարց, եթե օրինակ նման քայլեր կատարվեն եւ մերժում լինի, սա կարելի է միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի այսպես օգտագործել որպես գործիք, հա, որ դիմել ենք մերժում է։
Կա հնարավորություն։ Եթե հարցը ինձ է, ըստ էության այո, շատ ցավալի է, եթե մերժեն, բայց շատ հավանական է։ Տեսնում ենք, սա ընդհանուր պետք է դիտարկենք եւ մեկնաբանենք նաեւ ընթացող գործընթացների լույսի ներքո։ Վերջերս տեղեկացանք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է ցանոցում ստացել, որ այլևս նպատակահարմար չի գտնում Ադրբեջանը նրանց գործունեությունը իր պետության տարածքում եւ դա շատ ցավալի եւ շատ մտահոգի չէ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ներկայացությունը մնա։ Նույն լուրերը տարածվում են ՄԱԿ-ի որոշակի գործակալությունների մասով, ինչը ըստ էության ակնհայտորեն ցույց է տալիս, որ գնալով ավելի մեկուսացվում է Ադրբեջանը եւ փորձում է սահմանափակել միջազգային վերահսկողություններ անգամ չասեմ ներկայություն եւ իրազեկվածություն կատարվող գործընթացների մասով մենք գիտենք արդեն որ ԵԽ-ի Եվրոպայի խորհրդի պարլամենտական ասամբլեայից ժամանակավոր կասեցրել էին լիազորություններ եւ վերջերս տեղեկացանք որ անգամ չեն փորձում հավատարագրում են այսինքն հետ են քաշվում գնալով տարբեր լծակներ փակելով այդ ու նաև քաղաքական ինչ-որ դատապարտման, որոշակի լծակներ իրենց համար, այսինքն ակնհայտ է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանափակի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որպեսզի ուրիշներն էլ փորձեն, հասանելիություն ստանան եւ ըստ էության ներեցեք, բայց շատ վաղուց չենք տեսել որևէ դատապարտող անգամ tweet post, եթե չասենք հայտարարություն կամ զեկույց, անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, էլ չասեմ միջազգային միջկառավարական կազմակերպություններից։ Սա ցույց է տալիս, որ իրենց համար էլ այլևս օրակարգային չի այդ հարցը, որովհետև ճնշում չկա։ Այսինքն, երբ որ մենք պահում ենք օրակարգում եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ այս հացադուլը դարձավ այն ինֆո պատրվակը, ցավոք սրտի իրոք ճիճն էր, որպեսզի փոքր ինչ գոնե ուշադրություն դարձվի, այդ ու նաև միջազգային հանրության ԶԼՄ-ների կողմից, որպեսզի խոսենք այս հարցի շուրջ։ Հակառակ դեպքում, ու այստեղ պետք է մտահոգություն հայտնեմ, այդ ու նաև ներքին լսարանի համար արված հայտարարությունների Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, երբ որ ասում են դե կսպասենք դատերը կավարտվի, հետո կսկսենք աշխատել իրենց հայրենադարձության կամ այլ ինչ որ գործընթացների համար եւ այլն։ Այսինքն մենք կարծես թե իրենք համենայնպես որդեգրել էին մի մոտեցում, որ հիմա ոչինչ չանենք, հետագայում ինչ որ հարմար պահ կլինի կամ չի լինի, կաշխատենք այդ ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք չունենք այդ ժամանակը, այդ մարդիկ լուրջ ռիսկի տակ են խոշտանգվելու, այդ ու նաև կյանքին ռիսկ կարող է սպառնալ, ուստի այդ աշխատանքը պետք է հիմա լինի, ամեն առիթը օգտագործելով։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Բեգլարյան, եթե կան լրացումներ, նաև ի հավելում Կարմիր խաչի, հետ կապված ինչու ձեր կարծիքով հիմա նման որոշում կայացվեց, ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ հետաքրքիր է նաեւ ինչ իրավական գործողություններ կարող են ձեռնարկել, երբ մարդասիրական կազմակերպության մուտքը արգելվում է, խնդրեմ։ Նայեք, մի քանի բան ասեմ, ես այս շրջանում հատկապես 23 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումների փոփոխություններից հետո Արցախի վերաբերյալ եւ Արցախին առնչվող ենթահարցերի վերաբերյալ, երբ հանդիպում եմ ունեցել միջազգային դիվանագետների հետ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ամենամեծ վերապահումը, որ իրենք ինձ պատասխանում են, ասում են, դե եթե Հայաստանի իշխանությունները այդ հարցը մեր առջև չեն բարձրացնում, օրինակ մեր ժողովրդի վերադարձի հարցը, օրինակ նույնիսկ գերիների հարցը, իրենք ասում են մեզնից ինչ եք ակնկալում։ Ու դա շատ հստակ է նաև Տիկին Մելիքյանի ասած օրինակներից, որ միտումը շատ պարզ է, որ 23 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական օրակարգում առաջնահերթություն չի եղել Արցախի հետ կապված հարցերը, այդ թվում գերիների վերադարձի հարցը։ Էլ չեմ ասում Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, որ վարչապետը անձամբ ասում է դա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է։ Եվ սա հստակ է, որ եթե Հայաստանի Հանրապետության պետական մարմինները բոլոր իրավական, քաղաքական, դիվանագիտական մեխանիզմները չեն օգտագործում, որպեսզի միջազգային հարաբերություններում այս հարցերը լինեն օրակարգային, միանշանակ ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն մեր գեղեցիկ աչքերի համար չի դատապարտելու Ադրբեջանին կամ ճնշում չեն գործադրելու։ Իսկ եթե այստեղից ճնշումը լինի, այնտեղից էլ է աստիճանաբար լինելու եւ մերժումները քիչ-քիչ հավաքվելու են դարակներում եւ մեկ օր դառնալու են օրինակ պատժամիջոցների հիմքեր։ Պատժամիջոցները երկնքից չեն ընկնում։
Ադրբեջանի կամ որևէ պետության վրա կամ որևէ անձի վրա, դրանք կուտակվում են եւ կուտակային արդյունքում դառնում են, վերածվում են պատժամիջոցներ։ Օրինակ, Եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելը կարելի է տանել նախարարների կոմիտե, նախարարների կոմիտեում քաղաքական օրակարգ դարձնել եւ մեկ օր նախարարների կոմիտեն արդեն գնա պատժամիջոցների։ Ինչպես օրինակ ԵԽԽՎ-ում կասեցրեցին 1 տարով Ադրբեջանի անդամակցությունը, պատվիրակության գործունեությունը, ավելի լուրջ պատժամիջոցներ կարող են գործել։ Նույնը Կարմիր խաչի, նույնը ՄԱԿ-ի գործակալությունների կասեցումը, որոնք ես վստահ եմ պայմանավորված են հայկական գործոնով, էլի պետք է կապիտալիզացնել եւ դարձնել պատժամիջոցի հիմք։ Եվ այդ պատժամիջոցները իրենք ոչ միայն post factum պատժամիջոցներ են, այլ նաև կանխարգելիչ միջոցներ են։ Օրինակ Ադրբեջանին կանխարգելելու, ստիպելու, որ չգնա հարձակման Հայաստանի հանդեպ։ Ես անկեղծորեն վստահ եմ, որ այս միջազգային մեկուսացման հաջորդ արարը Ադրբեջանը կազմակերպում է, որպեսզի նախապատրաստվի Հայաստանի հանդեպ ագրեսիայի։ Որովհետև մարսել է նախորդ բոլոր հանցագործությունները, ագրեսիաները, այս պահին տեղի ունեցող հանցագործությունները Արցախի ժողովրդի հանդեպ եւ մշակութային ժառանգության մասով եւ գերիների մասով, սեփականության մասով եւ այլն, եւ հայատյացությունը իրենք նոր մակարդակի են հասցնում, որպեսզի պատրաստվեն Հայաստանի հանդեպ արդեն նոր ագրեսիայի, որովհետեւ իրենք դրա կարիքը ունեն, իրենք դրա տեղեկատվական քաղաքական հողը նախապատրաստել են եւ աստիճանաբար իրենք փորձում են միջազգային մեկուսացման տանել Ադրբեջանին, որպեսզի աչքեր եւ ականջներ այնտեղ չլինեն։ Այս մասով ես կարծում եմ, որ մենք բոլորս անելիք ունենք, բայց հատկապես անելիք ունեն Հայաստանի իշխանությունները բարձրացնելու ճնշումը Ադրբեջանի հանդեպ, ոչ թե վախենալու ցանկացած դիմադրությունից, այլ հակառակը մեծ դիմադրություն կազմակերպելով քաղաքական դիվանագիտական ճանապարհներով եւ իրավական, որպեսզի կանխեն Ադրբեջանի հետագա հանցագործությունները։ Խնդրեմ Տիկին Մելիքյան, այդուհանդերձ անդրադառնալով, որ Կարմիր խաչը կարծեք թե միակ մանդատը ունեցողը, որ գերիների հետ կապ էր հաստատում, թեև խիստ փակ էր տեղեկությունը, այդուհանդերձ մանդատը Կարմիր խաչի գրասենյակը ուներ։ Ինչ քայլեր է պետք ձեռնարկել, ինչու է Ադրբեջանը հիմա նման քայլի դիմում եւ Հայաստանի կողմից ինչ հնարավոր քայլեր կարելի է դիտարկել, խնդրեմ։ Նախ պետք է նշեմ, որ շատ կարևոր էր այս վերջին շաբաթների աղմուկը, որը դրդեց Ադրբեջանին արդարանալու։ Մենք տեսանք, որ եւ Ադրբեջանի ՄԻՊ-ը միանգամից որոշեց այցելել, այնտեղ պահվող հայերի հերքելու, այո, հենց դա է ուզում ասել, բայց արդարանալու, այսինքն մենք անընդհատ պետք է ճնշումը լինի, այդ թվում նաեւ ոչ միայն Հայաստանից, այլ միջազգային հանրությունից, որպեսզի Ադրբեջանը անընդհատ արդարանա եւ դրանով իսկ գոնե ապահովենք անվտանգ հուսանք, որ պահման պայմաններ մինչև որ կարողանանք հայրենադարձնել մեր հայրենակիցներին, այդ թվում նաև վերակենդանացրեցին ինչ որ խոշտանգումների կանխարգելման իրենց կոմիտե, որը որտեղից հայտնվեց եւ այցելեց եւ բարձեց, որ որևէ խնդիր չկա ըստեյության եւ այլն։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացությունը մնա։ Գիտեք, որ մինչեւ վերջերս ոչ միայն Ստեփանակերտում կար ներկայացություն, Բարդայում կար եւ այլն, բայց դրանք փակվեցին, այդ թվում թողնելով Արցախում մնացած հայերին անօգնական ինչ-որ չափով վիճակում, եւ Բաքվում մնացող ներկայացությունը միակն էր, որ շարունակում էր գործել, եւ մեզ համար ամենակարևոր լայն մանդատ ունի, մարդասիրական Կարմիր խաչը, բայց մեզ համար ամենակարևորն էր դա հենց ազատությունից կոնֆլիկտի համատեքստում ազատությունից զրկված անձանց այցելելու եւ ընտանիքների հետ կապը պահպանելու հնարավորությունն էր, եւ հուսամ, որ
նման սպառնալիքը փակվելու ընդամենը սակարկությունների տեղ տալու համար էր եւ Ադրբեջանը ընդամենը կբանակցի ինչ որ նվազեցնի կամ նրանց ներկայացուցչությունը, հա, թվականակը եւ այլն, բայց մեզ համար կարեւոր է եւ դա եւ Ժնևում իրենց ասել եւ այստեղի գուցե գրասենյակին դա հաղորդել, հա, անդադար տարբեր խողովակներով եւ քաղաքասարակության կողմից եւ ընտանիքների կողմից, որ շատ կարեւոր է, որպեսզի Կարմիր խաչը մնա։ Մեկ այլ խնդիր է, որ Կարմիր խաչը չի կարող աշխատել, եթե սահմանափակեն իր գործունեությունը եւ իրենց սկզբունքներին հակառակ, հա, կամ չապահովեն իր սկզբունքների գործունեությունը, այդ դեպքում ինքն էլ է դադարելու գործել, այսինքն Ադրբեջանը ունի տարատեսակ գործիքակազմ խոչընդոտելու այցելությունները որպես այդպեսին։ Այլ խնդիր է, որ ըստ էության մենք չենք կարողանում ապահովել, թե աշխատում ենք այդ ուղղությամբ այլ մարմինների կողմից, ովքեր որ համապատասխան մանդատ ունեն, այդ թվում նաև քրեակատարական հիմնարկներ այցելելու, ազատություն զրկված անձանց այցելելու, այց ապահովելու, որպեսզի իրենք նույնպես տեղեկանան եւ անկախ գնահատում տան, հա, բոլորս գիտենք, որ անգամ ընտանիքների հետ կապը հաստատելիս Բաքվում պահվող անձինք չեն կարող անկեղծ ասել, թե ինչ է կատարվում, արդյոք ունեն մտահոգություններ կամ բողոքներ, թե ոչ, որտեղ այդ ամենը բնավ լսվում է եւ այլն։ Ուստի պետք է կարողանանք այլ գործիքակազմ կիրառենք, մենք խոսել ենք իրականում, այդ թվում նաեւ դրա մասին խոսել է Վարդանյանի փաստաբանը, հա, իր այդ կետերից մեկում, որ գուցե պետք է ակտիվացնել հյուպատոսական ներկայացուցչության, հյուպատոսական պաշտպանության, հա, գործիքակազմը, օրինակ նույն Վրաստանում, քանի որ Ռուսաստանի դեսպանությունը չէր կարողանում գործում, Շվեյցարիայի դեսպանությունն էր վերցրել ստանձնել, հա, այդ դերակատարությունը եւ ներկայացնում էր այդ շահերը հաշվի առնելով, որ կան խնդիրներ, այդ ունեւ կոնֆլիկտի համատեքստում։ Մենք չունենք նման այլընտրանք, հա, Կարմիր խաչի եւ այստեղ մենք շատ մտահոգված ենք, որ եթե ԿԽՄԿ-ն դադարի աշխատել ու հասանելիություն ունենալ, հա, այնտեղ պահվող հայերին, մենք չունենք այլընտրանք եւ ուշը լինելու հետո այդ հարցը լուծել, այսինքն մենք պետք է կանխարգելիչ։ Այս պահին ինչ պետք է անել, որովհետեւ հատկապես խոշտանգումների այս աճող, հա, համատեքստում, երբ Ադրբեջանը նման քայլ է կատարում, մարդասիրական կազմակերպության մուտքը արգելում է։ Համենայն դեպս դեռևս մուտքը չի արգելել, բայց սպառնացել է առնվազն, այո, սպառնացել է առնվազն, հա, դադարեցնի անգամ, ոչ միայն սահմանափակի։ Այս դեպքում մենք ճիշտ ասած չգիտենք արդյոք որևէ քայլեր ձեռնարկվում են կառավարության կողմից այս այլընտրանքային այցելությունների մեխանիզմը ի կատարածելու թե ոչ, բայց շատ կարևոր կլիներ։ Խոսում ենք նաև այլ մեթոդների ու միջոցների մասին, որոնք որ այդ թվում նաև նախատեսված են եւ միջազգային իրավունքով եւ ներպետական իրավունքով, հա, անկախ մարմինների կամ թեկուս ոչ անկախ, բայց Հայաստանի կողմից ուղարկված կամ Հայաստանից գնացած, հա, որևէ անձանց, այդ թվում նաև օրինակ եկեղեցու ներկայացուցիչների ինչ որ ջանքեր պետք է գործադրենք հաշվի առնելով, այդ թվում նաև որոշ պետությունների քրիստոնյաների պաշտպանության ավելի հակված լինելու մասին հայտարարությունները գոնե, հա, այսինքն պետք է փորձենք նաև դա կապիտալիզացնենք եւ այդ ուղղությամբ աշխատենք ասելու, որ կրոնի եւ դավանանքի իրավունքներ պետք է ապահովի, իսկ դա նույնպես հնարավորություն կլինի գոնե անկախ մարմնի կողմից կամ անձի կողմից իրենց այցելելու, խոսելու, հասկանալու ինչ է կատարվում այնտեղ, այսքան այս բանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը Բաքվում ընթացող դատավարությունների դեմ անհարկի քարոզչության փոխարեն պետք է գործակցի խաղաղության ուղղությամբ, իսկ որպես գործակցության օրինակ Հաջիևը նշում է, Հայաստանը պետք է հանձնի նաև պատերազմական հանցագործության համար մեղադրվողներին։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն պահում է Բաքվում պատանդարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերիներին, այլ պահանջում Հայաստանից հանձնել մի շարք գործիչների։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ, պարոն Բեգլարյան։ Դե հերթական ադրբեջանական ծուղակն է, իրենք բավականին լուրջ ռազմավարությամբ պատրաստված գիտեն, թե որ պահանջը երբ են ներկայացնում եւ ինչ որ պահի սա լինելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի կամ այլ կերպ ասած ճակերտավոր խաղաղության համաձայնագրի պայմաններից մեկը։ Ադրբեջանը գիտի, թե ինչ անի, որպեսզի վիժեցնի հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որտեղ ինքը ուժեղի դիրքերից է հանդես գալիս եւ փորձում է ստանալ ամեն ինչ առանց համաձայնագրի, նախքան համաձայնագիրը, եւ ինքը բավականին շատ բան ստացել է միայն այն նպատակով, որ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, որ փակեն
ագրեսորի ախորժակը, այսպես ասեմ, միգուցե սրանով կբավարարվի, բայց իրենք չեն բավարարվելու միանշանակ, եւ դրա պատասխանն այն է, որ եթե իրոք դուք ցանկանում եք խաղաղություն, եթե իրոք ցանկանում եք արդարադատություն, ուրեմն եկեք քննարկենք լայն խաղաղության, համապարփակ եւ ներառական խաղաղության հարցը։ Եվ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ուղղակի պատրվի մի կողմ նետվի եւ նոր համաձայնագիր պետք է մշակվի, որտեղ հակամարտության բոլոր հարցերը պետք է ներառված լինեն, այդ թվում կարելի է ձևավորել օրինակ ճշմարտության հանձնաժողով, չգիտեմ, նույնիսկ միջազգային տրիբունալ, որտեղ բոլոր հնարավոր մեղադրանքները երկկողմանի պետք է օբյեկտիվ կերպով քննարկվեն, քննվեն, ուսումնասիրվեն։ Դա կարող է լինել թե իրավական մեխանիզմ, թե տարբեր հակամարտություններում նաև կիրառվել է քաղաքական մեխանիզմ, ուղղակի ճշմարտությունը վերհանելու եւ հասարակություններին, ժողովուրդներին հաշտեցնելու համար, բայց չի կարող լինել մի պետության միակողմանի process, այն էլ այդ պետությունը բռնապետական ռեժիմներից մեկն է համարվում աշխարհում, որտեղ հիմա էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ հայերի հանդեպ եւ ուղղակի ադրբեջանցի բանտարկյալների հանդեպ։ Հետեւաբար այս դաշտ հնարավոր չէ մտնել, բայց ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ այս ծուղակը կընդունեն, ինչ-ինչ իրենց ներքին եւ արտաքին հաշվարկներից ելնելով։ Այստեղ ռեալ մենք հերթական լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած, ինչպես կանգնած ենք օրինակ միջազգային ատյաններից միջպետական գանգատները հետ վերցնելու արդեն վերահաս ռիսկի առջև։ Պետք է նշեմ, որ ըստ էության շատ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, իդեմս իր իշխանությունների ռեակտիվ արձագանքող քաղաքականություն է վարում ու դա շատ վաղուց է, իսկ հիմա շատ վտանգավոր է առավել եւս օրակարգ թելադրողը Ադրբեջանն է։ Մենք տեսնում ենք ինչպես են փոխվում այն պահանջները, այն կետերը, ենթադրյալ համենայն դեպս, քանի որ գործընթացը գաղտնի է կամ կիսագաղտնի է խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք որ Ադրբեջանի կողմից անդադ ավելանում են։ Այսինքն մենք լսում ենք Հայաստանի իշխանություններին մնաց 2 կետ, մնաց 1 կետ, 3 կետ եւ այլն, որոնց մասին վերջերս են սկսել խոսել գոնե մնացող կետերի մասին, համաձայնեցվածի մասին չգիտենք, ու սա անընդունելի է, որտեղ ըստ էության մենք չգիտենք ինչի շուրջ են պայմանավորվել արդեն իշխանությունները հաշվի առնելով, որ այդ ու նաև այս բանակցությունները տեղի են ունենում ուժի սպառնալիքի գործադրման ներքո մեզ համար եւ ուստի հենց այդ պատճառով էլ լեգիտիմ չեն կարող լինել, բայց այդ գաղտնի պահելը նաև եւ մասնակցայնությունը չապահովելը ու միաժամանակ խոսել օրինակ միջպետական գանգատները հետ քաշելուց մեզ համար իրականում անընդունելի են մի քանի պատճառով, բայց ամենակարևորը այն է, որ մենք կարող ենք ակնկալել նման մոտեցում բռնապետական պետությունից, որը որ ապահովում է իր գործակալների, իր պետության ներկայացուցիչների անպատժելիությունը, ինչը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից, բայց մենք չենք կարող ակնկալել նման մոտեցում, երբ որ մենք լսում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձինց, որ ոչ միայն համաձայն ենք հետ քաշել, հա, հետ վերցնել համապատասխան միջպետական գանգատները, այլ նաև առաջարկում ենք ընդհանրապես փակել արդարադատության թեման, այսինքն որպեսզի ընդհանրապես չքննարկվի ոչ միայն խաղաղության պայմանագրի ներքո, այլ որևէ այլ այլընտրանքային մեխանիզմով այս թեման ընդհանրապես չշոշափվի եւ դրանով էջը փակենք եւ գնանք դեպի խաղաղություն։ Սա ընդունելի չէ մարդու իրավունքների պաշտպանություն ապահովող, իրեն ժողովրդավար համարող պետության կողմից։ Բռնապետականից այո, Հայաստանի Հանրապետությունից մենք նման բան ընդունելի չենք համարում։ Ավելին ասեմ, ըստ էության մենք ունենք մեկ այլ խնդիր, որը կարծում եմ, որ բաց թողեցինք ինչ-որ մի պահի եւ այլևս գուցե դժվար է օրակարգ բերել 23 թվականի սեպտեմբերից հետո, հոկտեմբերին մասնավորապես, երբ որ արդեն ունենում էինք հանդիպումներ ՀՀԿ մասնավորապես, հա, տարբեր պատվիրակությունների հետ, իսկ գիտեք, որ ՀՀԿ-ն ուներ կոնկրետ մանդատ, տվել էր մանդատ, ստեղծել էր Մինսկի խումբ, որը ուներ կոնկրետ մանդատ համապատասխան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, հա, գտնել մեխանիզմներ, եւ տարեց տարի, երբ որ ՀՀԿ-ում փոխվում է նախագահող պետությունը, իրենք իրենց առաջնահերթություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը համարում էին
առաջնահերթ, հա։ 23 թվականից ի վեր, երբ որ մենք հանդիպումներ ենք ունենում, այս խնդիրը այլևս հանված է, որովհետև ուսա գալիս է հենց Հայաստանի իշխանությունների պատումից, այսինքն իրենց նարատիվներից ու իրենց խոսքից, որ կոնֆլիկտը լուծված է։ Ադրբեջանը կարող է ասել, ես ուժի գործադրմամբ, ռազմական ճանապարհով լուծել եմ կոնֆլիկտը, այլևս որևէ խնդիր չունեմ, ես արդեն գիտեմ ինչ եմ անում, բայց փաստացի ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ընդունել է, որ կոնֆլիկտը լուծվել է ու լուծվել է այդ ճանապարհով, այդ թվում նաև էթնիկ զտման արդյունք ունենալով, էթնիկ զտումը որպես արդյունք հետևանք ունենալով, եւ սա թույլ է տալիս նաեւ այլ դերակատարներին ձեռքերը լվանալ եւ այլևս այդ խնդրի մասին չխոսել։ Եվ եթե մենք համարում ենք, որ ընդունելի լուծում էր սա, եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ընդունելի է այդ ու նաեւ միջպետական գանգատներից հրաժարվել, որոնց բովանդակությամբ, էությամբ սա պատերազմական հանցագործություններ են, լրջագույն հանցագործություններ են, հա, եթե չխոսենք անհատական ինչ-որ դեպքերի մասին, եթե ընդունելի է առանց որևէ արդարադատություն ապահովել անպատժելիությունը թույլ տալով, այդ դեպքում մենք չենք կարող պահանջել այլ մեխանիզմներից որևէ գործընթաց։ Եվ մենք որպես իրավապաշտպան կազմակերպություններ չենք կարող անընդհատ բրդել այս օրակարգը, հա, ինչպես ասեցի, Ադրբեջանը շատ արագ ավելացնելով տարբեր վագոններ, հա, իր գնացքին անընդհատ նոր թեմաներ է բացում եւ հենց Հաջիևի հայտարարությունը դրա մասին էր։ Իրենք գրում են որպես պետություն, ոչ թե իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ի տարբերություն Հայաստանի, հա, երբ որ մենք փաստահավաքներ ենք իրականացնում, արձանագրում ենք խախտումները, փորձում ենք իրազեկենք հանրությանը, իրենք որպես պետություն կազմակերպում են, գրում են ինչ-որ զեկույցները տարածում են ՄԱԿ-ում, անունը դնում են ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ, հետո այնքան են ասում, այնքան են կրկնում, այդ 25-րդ կադրի էֆեկտը շատ լավ է իրանց մոտ ստացվում, այնքան են կրկնում, ինչով որ բոլորին համոզում են, եւ երբ որ հակազդում չկա Հայաստանի իշխանությունների կողմից, բոլորին համոզում են, որ այդպեսի կա, երբ որ դու լռում ես, դու համաձայն ես, լռությունը համաձայնության նշան է։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում Հայաստանի իշխանությունը ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար թեմայով։ Մեր բանախոսներն էին Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն հասարակական կազմակերպության նախագահ եւ Աննա Մելիքյան, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ։ Շնորհակալ եմ, հաջողություն։